Հիմա տեսեք, բա Վազգեն Սարգսյանի ու Մոնթեի պայքարը ինչի մասին էր։ Բա մեր արցախյան ազատամարտիկները ինչի համար են կռվել։ Բա որտեղից մեզ ազատագրված 7 շրջան։ Դու Շուշիում ինչ գործ ունեիր, եթե այդ մերը չէր։ Այդ գործարանները, որ կառուցվել այնտեղ, քանի դպրոց ես հանձնել 12000 քառակուսի կիլոմետրի մեջ, քանի մանկապարտեզ ես հանձնել, քանի եկեղեցի ես հանձնել, որտեղ որ մարդիկ ամուսնացել ու կնքվել են։ Բա եթե այդ մերը չէր, բա ումն էր։ Դու պնդում ես, որ ադրբեջանին էր, բա ադրբեջանցիները որտեղ էին, երբ որ մենք այնտեղ ամուսնանում էինք, կնքվում էինք, ես 2008 թվականին ծառայում էի այնտեղ բանակում, բա որ մերը չէր, ես ինչ գործ ունեի այնտեղ։ Էլի եմ կրկնում, քո Աշոտիկը ինչ գործ ուներ Արցախում, այն էլ չէր ուզում Ջաբրայելը հանձնել, մի կերպ համոզե հետ են բերել։ Քանի հոգու սպանեցիք, որ քո Աշոտիկին կարողանաք վերադարձնել։ Հիմա անդրադառնանք կնոջդ, Էռատո Ջոկատի ղեկավարին։ Բա եթե Արցախը մերը չէր, բա Էռատո Ջոկատը ի՞նչն էր ազատագրում։ Բա Էռատո Ջոկատը ինչի մասին էր։ Բա խիեիք ընտանիքով հավաքվել գնացել այնտեղ, ժողովրդին էլ կոչ եք անում, որ գան տանեք կոտորածի։ Բա մեր 5000 զոհերը ինչի համար էին կռվում, եթե հետո էլ ասում եք, որ դասալիք են։ Բա եթե մերը չէր, դու ինչ էիր բանակցում։ Բա ասում էր զրոյական կետից եմ սկսում։ Ուր է քո զրոյական կետը։ Դու տեղով զրո ես, ինչ զրոյական կետ։ Հետո, երբ որ դու հանրապետության հրապարակում ասում էիր, որ նախկինները այսպես կոչված, քո կողմից անվանակոչած, փող են ծախսում, լրատվականներ են վարձում, որ ասեն Նիկոլ եկել է հողերը հանձնի։ Հիմա պարզվեց, որ դու եկել ես ու հողերը հանձնել ես, չէ՞։ Մի հատ էլ ասում ես, որ դա մերը չի եղել, բա ումն է եղել։ Մի օր կնիկդ քոնն է, մի օր քո կնիկը չի։ Դու գիտես մեր հայրենիքը այդ սկզբունքով է։ Այդ հայրենիքը մենք վաստակել ենք, էլի եմ կրկնում, արյամբ եւ քրտինքով։ Այդ հայրենիքը մեզ ազատագրել եւ տվել են Մոնթեն, Վազգեն Սարգսյանը եւ մյուս մեր հազարավոր տղերք։ Ու դու երբևիցե չես կարողանալու մարսես այն ինչը որ դու ուրանում ես։ Իդեպ ուրանալ ասելով ուզում եմ անդրադառնամ արդեն ավանդական դարձված Սասուն Միքայելյանի օրհնանքին, ով ուրացել է ամեն ինչ 2 կոպեկի համար։ Ինչպես Սասուն Միքայելյանն է համարում հայոյանքը օրհնանք, մենք օրհնում ենք ձեզ, օրհնված լինեք ամեն առավոտ եւ երեկո։ Հիմա անցնենք առաջ այդ քարոզավ արշավի շրջանակներում, որ գնում ես սրտիկներով ու համոզում ես ժողովրդին, որ Արցախը մերը չի եղել։ Ինչ որ մեկը երաշխավորում է, որ դու չես ասելու, որ Սյունիքը մերը չի եղել։ Վաղը կասես Վայոց ձորը մերը չի, այն մյուս օրը Գեղարքունիքի մարզը մերը չի եղել, բա հետո ինչ ենք անելու։ Վերջի վերջո ինչ որ մեկը երաշխավորում է, այն մարդիկ, ովքեր որ պատրաստում են ձայն տան Նիկոլ Փաշինյանին, երաշխավորում են, որ իրանք վաղը առանց հայրենիք չեն մնալու, որովհետև պարզվելով մերը չի եղել։ Այս Ալիևի ստրուկը ամբողջությամբ հանձնելու է մեր հայրենիքը, ու դուք այդ արդեն լավ գիտեք։ Այն մարդիկ, ովքեր փորձում են արդարացնեն այս գժի արածները, իրանք այդ գժից էլ չեն տարբերվում։ Ու այս տարանջատումները պետքա ֆիքսել։ Ես զարմանում եմ, լավ, ոնց կարելի է, այս մարդը sense բաներ է խոսում։ Այդ ներկաները համաձայն են այդ ամեն ինչի հետ։ Ախր այդ ներկաների երեխաները, այն մեկի թոռները կամ հարազատները չեն ծառայել Արցախում։ Երբևիցե դուք չեք եղել Արցախում։ Լավ, ոնց կարելի է այդ ամեն ինչը ուրանալ։ Այսքան փոքր սրտիկների ու այդ կոնֆետների կամ 2 կտոր մի բանի համար, որ բերում են ձեր դեմը շպրտում են։ Ոնց կարելի է այդ ամեն ինչը ուրանալ։ Ախր դուք ոնց կարողացաք այդ ամեն ինչը ուղղակի նետեք պատմության աղբանոցը ու որոշեք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, իսկ մենք սխալվում ենք, որ սիրում ենք մեր հայրենիքը, մեր պետությունը։ Ախր դուք որ պահին սխալ գնացիք, որ հայտնվեցիք այդտեղ։ Ոնց կարելի է Նիկոլ Փաշինյանին ծափահարել, անգամ փորձել իրան կպնել։ Ախր ինքը սովորական թուրք է։ Ինքը կատարում է բոլոր այն ծրագրերը, որը որ թուրքերը անգամ երազում անգամ չէին կարող։ Հիմա այդ քարոզարշավի շրջանակներում, որ գնում են մարզեր, իդեպ քարոզարշավը արդեն մեկնարկեց, հաջողություն եմ մաղթում բոլոր ընդդիմադիրներին կարողանան բնականon հունով անցկացնել, մեր քաղաքացիների հետ աշխատեն այնպես, ինչպես հարկն է, որպեսզի մենք կարողանանք ունենանք առանց Նիկոլ Հայաստան։ Հիմա, այո։ Ինչ է ասում ինքը դա է շարունակությունը։ Պետք է կընտրեն, դու քաղաքապետ եք կընտրեն, դու պատգամավոր եք կընտրեն, դու դեպք հայաբեծ որևէ ձևով
բան որոշելու հնարավորություն ունեցել եք։ Այդ 2018 թվից հետո էլ է։ Այդ մենակ 2018 թվից հետո է, որ ժողովուրդն է որոշումով լինի։ Հիմա ուժեղ բանեք են ասում են, կապ չունի, ասում են, մենք դնել ենք վարչապետ, մենք դնել ենք, մենք վարչապետ, գլուխը պատին ես տալու, գլուխը պատին ես տալու։ Դու ես արա, որ որոշեք ու վարչապետը, դու ես, ընդհանրապես ձեր խմբակը, դուք ով եք ձեզնից ինչ եք ներկայացում, Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա, դուք քանի քաղաքացու երես եք տեսել ընդհանրապես, ձեր թվում է թե սրաները 5,000 դրամ բաժանել դուք քաղաքացուն տարապարն եք, գլուխները պատով եք տվել, ով որ կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն տարա առնի, իրակ թիթումրութը ջարդվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին է հապնելու իրանց թիթումրութը, իրանց ոտերն է ջարդվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին են հապնելու։ Հետո ձեզ հավատացրել, որ դուք տարաք Հայաստանում դա դվիժենի անեք։ Ընտրեմ ես վիճակը, վախորդին գործուներ էր ասում ուտերներին։ Այո, փռեմ ասֆալտին, գործուներ եւ այլն։ Հիմա նախ վերջին օրերի պարզվեց, որ այն եկեղեցու մոնվարում մոմփչոք կարտը, չսապեանա, տավրիցը ինչա, 11 միլիոն ինչ-որ գումար է դες դուրս գրել շմբաժանումներն անում, Ավինյանը տեսախցիկ էր նվիրել մի աղջիկ երեխայի, ընտրակաշարքը ինչ է, ես ուղղակի այս թվարկածները, այո, այս թվարկածները ինչ ասում ենք, այդ միլիոնավոր դոլարները, որ հիմա Նիկոլ Փաշինյանը իր կամակատարների օգնությամբ բաժանում է, այսպես կոչված, պարգևավճարները քարոզարշավի շրջանակներում համարվում է ընտրակաշարք։ Էլ չեմ ասում, որ գլուխը պատով եք տվել, դվիժենի անել եւ այլն։ Հիմա պատկերացնում եք ինքը նախորդին չագուչը ձեռը սպառնում էր նախկիններով նախկիններին, հիմա ինքը այս նույն լեքսիկոնով շարունակում է խոսել նաև ժողովրդի հետ, ինչպես։ Տեսեք, 300,000 եւ ավել մեր քաղաքացիներ նախորդ ընտրություններին ընտրել են, չէ՞, ընդդիմադիրներին։ Հիմա դու սպառնում ես 300,000 եւ ավել ընդդիմադիրներին ընտրողներին, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 3 միլիոն վարչապետերից 300,000-ին։ Հիմա ով է գլուխը պատով տվել։ Ով մեր հայրենիքը հանձնել է ու ուրացել է մեր պատմությունը, գլուխը պատով տվել է թե ոչ։ Այո, թե ոչ։ Ով ուրացել է մեր զոհերին բոլոր ժամանակների ընդհուպ ցեղասպանությունը, գլուխը պատով տվել է թե ոչ։ Տվել է թե ոչ։ Տվել է։ Ու այսպես կարող եմ շարունակել ցանկը։ Նենց որ գոնե լրիր, դեղերդ օգտագործի, համբերի, մինչև արդարությունը կվերահաստատվի Հայաստանի Հանրապետությունում, ու դու էլ երբևիցե իշխանության մաս չես կազմի, որովհետև դու իրավունք չունես հայ կոչվելու, Հայաստանի Հանրապետությունում վարչապետ լինելու։ Յուրաքանչյուր իշխանություն, անկապ քոնը, չարի իշխանությունը, սատանայի իշխանությունը հավերժ չի, միշտ բարին հաղթում է, ու քանի մենք պայքարում ենք, դու երբևիցե չես տոնելու քո հաղթանակը, այնպես որ ուշադիր եղի, որ այս տեսանյութերը պահպանվելու է, հետո դատարանում օգտագործվելու է, ու այդ ժամանակ կտեսնենք ում գլուխը որ պատով կլինի։ Նենց որ անցնում ենք այդ մեր եռատոնի հետ կապված այն ուրացումները, որ դուք շարունակում եք, այսինքն մենք ունենք այսօր հաղթանակի օր, որը չի նշվում։ Չի նշվում, որովհետև այս մարդիկ քարոզարշավով են զբաղված, իշխանականները ժամանակ չունեն պարադանեն, անգամ Մոսկվա չեն գնում, որովհետև սիրտ չունեն Մոսկվա գնալու կամ երես չունեն Մոսկվա գնալու։ Հիմա մեզնից մեր եռատոնը գողացել եք, որ ձեր եռատոն լավ ապրի։ Որտեղ է տենց բան գրված։ Ոնց կարելի է, որ մենք հանդուրժենք, որ եռատոնը փոխենք էրատոյով։ Ոնց կարա տենց բան լինի։ Դա հանդուրժելի չի, դա անթույլատրելի է։ Նենց որ մենք վերականգնելու ենք մեր եռատոնը ու սարքելու ենք քառատոն կամ հնգատոն, իսկ դուք փտելու եք բանտերում ու դա սպառնալիք որպես մի ընկալեք, դա արդարության վերականգնում է լինելու։ Այսինքն այն սպառնալիքները, որ դուք հայ ժողովրդին ներկայացնում եք որպես ձեր քարոզարշավի շրջանակներում ելույթներ, դա սպառնալիքներ է։ Այն ինչ դուք բերել եք այս 8 տարիների ընթացքում մեր ժողովրդի գլխին, հերթով պատասխան եք տալու, ոնց որ դուք եք այն ժամանակ, չէ՞, հերթով հատիկ, ոնց ուզում եք դա ընդունեք։ Լինելու է այդ ամեն ինչը, դա ժամանակի հարց է։
Հիմա այս պատերազմ եւ պարտություն կոչված այդ հակամարտությունը, որ դուք ստեղծել եք, մենք չընտրվենք պատերազմ կլինի։ 3 պատերազմ բերել եք, պարտվել եք, այդքան մարդու գլուխ եք կերել։ Ու հիմա խաղաղ պայմաններում դուք ասում եք, գիտեք ինչ կա, խաղաղություն է, կրակոց չկա։ Ինչքան մարդ է զոհվում Երևանի փողոցներում։ Քանիսը ու այդ ամեն ինչը ձեր հանցավոր անկործության պայմաններում է։ Նենց որ դուք խաղաղությունից շատ հեռու եք, ոնց որ եւ դուք ձեր Մակրոնը եկել եք Մակրոնի հույսին եք մնացել, վաղը մակարոն չեք կարողանալու ուտեք, որտեվ չի լինելու։ Որտեվ Մակրոնը եկավ, սրտիկները թողեց ու գնաց։ Հետո այդ նավատորմը չի գալու։ Որպես հիշողության թարմացում ուզում եմ ձեզ հիշեցնեմ, ոչ վաղ անցյալում 1918 թվականից 1920 թվականները ովքեր չեն հիշում կարող եք փնտրել ու նայել որտեղ էին ֆրանսիացիները եւ ինչ եղավ մեր հետ այնպես որ այդ Մակրոնի սրտիկները մեր սահմանները չի պահելու մեր սահմանները պահելու են մեր զինվորները մեր սահմանները պահելու ենք մենք սրանք ինչ որ մի օր թռնելու են Մակրոնի գիրկը ու գնան մեր երկրից որովհետեւ սա իրենց հայրենիքը չի այնպես որ սիրելի հայրենակիցներ պետք չի խափնվել են քարոզարշավներին, որ եվրոպացիները եկան, եվրոպացիները մեզ կօգնեն։ Պատմության մեջ երբևիցե կարող եք հիշատակել մի դեպք, որ եվրոպացիները եկել են, մեզ օգնել են ու մեզ փրկել են։ Եվրոպացիները մեզ ումից փրկեն, իրենց եղբայրներից, թուրքերից, ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեզ օգնեն, որ թուրքերից ձերբազատվենք, լուրջ ցեղասպանությունը ուրացողները, նոր ցեղասպանություն գործողները ոնց կարան մեզ բարեկամ լինեն կամ հարևան կոչվեն։ Ցավոք սրտի, իրանք վերցրել են մեր տարածքները ու անգամ ոչ միայն չեն վերադարձում, այլ ուրանում են, որ այդ տարածքներում ապրող 1.5 միլիոն հայերին իրենք կոտորել են։ Ու այս իշխանությունները պնդում են, որ թուրքերը ճիշտ են, մենք էինք սխալ։ Նենց որ ձեզ էլ կոտորելու են, վերջում համոզելու են, որ դուք էիք մեղավոր։ Ինչպես որ մեր 5000 լույս տղեկին կոտորեցին, ըստ Էրատոյի էլ որոշեցին, որ 11000 դասալիք ենք ունեցել։ Դասալիքները դուք եք, ձեր ուսապարկերով։ Երբևիցե մենք չենք ունեցել դասալիքներ, ովքեր որ գնացել են ազատագրական պայքարի, որպեսզի մենք ոչ միայն Արցախ ունենանք, այլ Հայաստանի Հանրապետությունը ամուր լինի, ինչպես ամուր էր ժամանակին մեր բանակը մինչև 18 թվականը։ Այնպես որ այդ ձեր թեզերը այն քաղաքացիների համար է, ովքեր որ փող կապակցված են ինչ-որ մարզպետի հետ, ինչ-որ աշխատանքային ռեժիմով պարգևավճարներ են ստանում։ Այդ փողը չեք հասցնելու ծախսեք, որովհետև ձեզ էլ հետը հանձնելու է գնաք, այդ ձեր տները, այդ ձեր պարգևավճարները։ Ուրեմն անցնում ենք այս գիժ վարչապետը մեզ համոզում է, որ գիտեք ինչ կա, մենք բացարձակ մեծամասնություն ունենք, մարզերում մեզ լավ դիմավորում են, մեր քարոզարշավը բնականon հունով գնում է։ Նախ դու անգամ քո թիմակիցներն ես ստիպում, որ ավտոբուսի մեջ բոլորը սրտիկներ անեն, երգեն, պարեն, տրնգի, ինչ որ մի ձև փորձում ես ցրես քարոզարշավը դեպի ձեր կողմ։ Էլ չեմ ասում, այնտեղ համայնքապետեր ունենք, մեծ լայն ժպիտով դիմավորում են դավաճանին, ով որ Սյունիքը ուզում է հանձնի հենց վաղը։ Այդ ժամանակները գալու է յուրաքանչյուրը այդ տեսահոլովակների մեջ ովքեր որ ծափահարում են Նիկոլ Փաշինյանին, իրենք հանգրվանելու են Նիկոլ Փաշինյանի կողքի այն մյուս ազատ մնացած խցերում։ Այնպես որ ուշադիր եղեք ու մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ ուզում եմ հարցնել, այս օրինախախտումները, որ կազմակերպվում են Նիկոլ Փաշինյանի կողքից, այդ խոստումները, որպես ընտրակաշառքներ, ընդդիմադիրներից մեկը մյուսին բարևում է, տանում են 2 ամսով կալանավորում են։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ սպառնում է ընդդիմադիրներին ոչ մի բան, խոստանում է ինչ հնարավոր է ու անհնար է ու էլի ոչ մի բան։ Ու այս բռնապետության շրջանակներում ուզում եք, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չկեղծի ընտրությունները ու չհաղթի, բնականաբար, եթե մեր հայրենակիցները այս թմբիրից դուրս չգան ու մեծ մասը գոնե մեծամասնությունը չմասնակցեն ընտրություններին, մենք ունենանք նույն ցավալի պատկերը։ Հիմա պետք է ուշքի գալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանից կարողանանք ազատվել։ Հիմա անցնենք այդ Վեդի հետ կապված դեպքերին, որտեղ որ մենք ունենք նախարարուհի, որ լավ երգում է, բայց փաստացի ինքը իր տեղում չի։
Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մեր երկրում անչափահասներ են բռնաբարվում, ինչպես բռնաբարված է ընդհանրապես արդարադատության հետ կապված յուրաքանչյուր եւ անձ եւ կառույց որպես այդպիսին համակարգ։ Հիմա այս հանցավոր անգործությունը ծնել է նոր հանցագործություններ, այսինքն դուք պատկերացնում եք երկրում իշխանությունները համակարգը չի կարողանում բացահայտի դեպք, որ չգիտեմ, սահ մրկեցուցիչ է, սարսափազդու է, խայտառակություն է, պատկերացնում եք այդ ամեն ինչը։ Ու այս խայտառակությունը հանդուրժելու չի։ Դա անթույլատրելի է։ Նենց որ Նիկոլի իրականությունը բռնաբարության մասին է, զոհերի մասին է, պարտությունների մասին է, կզելու մասին է։ Հետո որ կզել ասում եմ, արդեն պատկերացնում եմ, որ Տիգրան Ավինյանն ասում է գազելներով կզած գնում եք։ Դու հիմա կզած Նիկոլի տակ Նիկոլի համար աշխատում ես, քեզ դրել ես քաղաքապետի տեղ։ Բա դու որ գնացել ես քարոզարշավ ես անում, բա դու ինչի տակ էիր։ Դու տեսել ես քեզ կողքից քո բարոյա հոգեբանական վիճակը, այդ որ էմոցիաները չես կարող զսպես։ Ինչ ես օգտագործում դու, որ այս իրականությունից կտրվել ես, ռուպերը վերցրել ես ու մեր հարգարժան քաղաքացին համապատասխան ներկայացրել է, թե ոնց է ձեզ վերաբերվում։ Սա մեր երկրի մեծամասնության քաղաքացիների արձագանքն է ձեզ։ Այո, այս տեսանյութը հենց այդ մասին է։ Սա քաղաքացիների արձագանքն է այս բռնապետերին, քաղաքապետին, մարզպետներին եւ իհարկե վարչապետին։ Այսինքն այն միֆերը, որ իրանք հմեկներով տարածում են կամ իրանց էջերով, որ այ քաղաքացիները լավ դիմավորեցին, վարչապետը այս գյուղում է, վարչապետը այն գյուղում է, բայց ոնց կարելի է այս միֆերով ապրել ու մտածել, որ վարչապետը ընդհանրապես գոյություն ունի ու իր տեղում է։ Դուք տեսել եք վարչապետը տառերով վանկարկում է ավտոբուսի մեջ մարզեր գնալու ճանապարհին հայերեն բառեր ու փորձում է ներկայացնել, որ ինքը հայերեն խոսել գիտի։ Ախր ոնց կարելի է։ Իհարկե, որպեսզի ավելի պարզ լինի։ Խնդրեմ։ Այս մեր երկրի վարչապետն է։ Լավ, ախր սունկել չի, էսի շատ ավելի, չգիտեմ ինչ պետք անի, որտեվ սունկն էլ